Ավելի քան 9 ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնած Անդրանիկ Սիմոնյանը մինչ այս պահը ժամանակ չի գտել ընդունելու 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց որդիներին կորցրած ծնողներին, որոնք ընդամենը մեկ պահանջ ունեն՝ արտաշիրիմում անել ու իրենց զավակների աճյունները Հայաստան բերել, այստեղ վերահուղարկավորելու համար։ Հուղարկավորությունը կազմակերպել ենք Մարտունու քաղաքի գերեզմանոցում մի կերպ։ Հիմա մեր պահանջն է, խնդրանքն է կառավարությունից։ Նախ ասեմ, որ 23 թվականի սեպտեմբերի 30-ից մինչ առ այսօր դիմել ենք Հայաստանում տարբեր կառույցների ու մինչև առ այսօր մեր հարցին 2 տարի 6 ամիս է, մեր հարցին ոչ մեկն էլ լուծում չի տալիս։ Անժելա Արզումանյանը որդուն Վաչագան Դադալյանին կորցրեց ռազմական գործողությունների առաջին օրը, սեպտեմբերի 19-ին, մի կերպ ուղարկավորել են, ապա Արցախում թողնելով տղայի գերեզմանը ստիպված բռնել գաղթի ճամփան։ Նորից ենք դիմում բարձրաձայնել մեր հարցը, խաղաղությունը, խաղաղության պայմաններում բոլոր հումանիտար հարցերը լուծվում են։ Գոնե այս դեպքում մեր երեխեքի շիրիմները կարողանան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն եռաբլուրում քրիստոնյային վահել հուղարկավորելու համար։ Տիկին Արզումանյանի նման նույն պահանջն ավելի քան 60 ընտանիքներ ունեն։ Ծնողները պետական ու միջազգային կառույցների դռները թակում են արդեն 2.5 տարի։ Ազգային անվտանգության ծառայությունից պատասխանում են, որ Երևանը հարցը քննարկում է Ադրբեջանի անհայտ կորածների հանձնաժողովի հետ։ Որթեկորույս ծնողները ցանկանում են հանդիպել հումանիտար հարցերով հայկական հանձնաժողովը ղեկավարող ԱԱԾ տնօրենի հետ։ Կառույցից ստացած գրությամբ մինչդեռ հայտնել են, թե Անդրանիկ Սիմոնյանը ժամանակ չունի նրանց ընդունելու։ Երեկ նրանք դարձյալ ԱԱԾ շենքի մոտ էին հանդիպման խնդրանքով եւս մեկ նամակ հանձնելու համար։ Անդրանիկ Սիմոնյանը ժամանակ չունեցավ մեզ ընդունելություն կազմակերպի ընդունի մեզ ու մինչև առ այսօր էլ չնայած նամակներում դիմել են, որ անհապաղ հրատապ հանդիպում ենք պահանջում, խնդրում։ Ծնողները վերջին անգամ հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Անցած ամռանը նա իրենց հույս է տվել, սակայն Աբազյանը հունիսին ազատվեց պաշտոնից։ Պարոն Աբազյանի օրոք շատ եմ հանդիպումներին ես մասնակցել, միշտ պարոն Աբազյանը մեզ ընդունել է, ժամանակ ա գտել մեզ ընդունել, սիրալիր, վերաբերվել ծնողների հետ, ասեմ, վերջի հանդիպման ժամանակ 3 հոգով էինք հանդիպել, պարոն Աբազյանը ինձ ասաց, որ խնդրեցի, ասաց ինձ մի խնդրեք, դուք պետք է մեզանից պահանջեք ձեր որդիներին տեղափոխելու համար, ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր է այդ հարցին լուծում տրվի։ Հայաստանի ու Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են անցած տարվա հունիսին Արմեն Աբազյանի պաշտոնակությունից 2 շաբաթ առաջ։ Մինչ այդ էլ կողմերը հանդիպել էին անցած փետրվարին հայ-ադրբեջանական սահմանին։ Անդրանիկ Սիմոնյանի նշանակումից հետո հանձնաժողովները չեն հանդիպել։ Նա սակայն աշնանը Բաքու այցելեց, թե ինչ քննարկումներ է ունեցել այնտեղ ԱԱԾ տնօրենը, հանրությանը այդպես էլ հայտնի չդարձավ։ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 223 զոհ ունեցավ։ Դրանցից 25-ը խաղաղ բնակիչներ էին, զոհերից 5-ը երեխաներ էին։ Այդ օրերին եւս 218 մարդ զոհվեց Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով։ Ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով 25 մարդ անհայտ կորած է համարվում։ Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց մի քանի օրվա ընթացքում։ Ավելի քան 100,000 արցախահայեր Հայաստան տեղափոխվեցին։